Մենք այսպես ասած շատ ակտիվ քննարկումների մեջ ենք։ Իմ այցի հնարավորության դուռը այսպես ասած դեռևս փակված չէ, բայց այս պայմանությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ օրինակ իմ այցի պարագայում կարող ենք այսպես ասած իմ այցը կարող է շատ ավելի այնպիսի իրավիճակը փոխել, քան այն on-line Zoom, զանգով եւ այլն, որ կապի մեջ ենք, որովհետեւ մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասեմ, շատ չեմ բացի փակագծերը, բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրաված են այդ գործընթացում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի, ես կրկնում եմ, խաղողի անխափան եւ պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը։ Սա կօգնի, ես կարծում եմ, որ խնդիրների լուծմանը կօգնի, մենք նաեւ վաղը կամ այսօր կնայեմ գրաֆիկս, ուրեմն հանդիպում ունենք մեր կոնյակագործների հետ, ես այս ընթացքում գիտեք մեկ անգամ հրապարակային եմ հանդիպել, բայց նաև ոչ հրապարակային էլ ենք պարբերաբար քննարկում տարբեր առանձին արտադրողների կամ արտադրողների խմբի հետ։ Մենք կա որոշակի, այսպես ասած, քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ, կհանդիպենք նաև քննարկենք մեր գործընկերների հետ, բայց ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ մենք կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին եւ մեր բրենդի, կոնյակի, սպիրտ արտադրողներին եւ բրենդի կամ կոնյակ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել եւ չի թողնի եւ մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք եւ դուք ապագայում դրանք մասին կտեսնեք։